Էսի չկաշկալամաշա։ Մի հատ կգաս դե։ Մի հատ ստեղ արի։ Ու ասա էս ինչ ես նկարել, էս ինչա, մի հատ բացատրի։ Հա, էս մայրամուտի կամ մարևածագի լույսերով շաղախված չստացված ձյունե Սարա լեռը իրականում պիտի լիներ ամպ, բայց փոխարենը եղավ կաշկալամաշ։ Ուրեմն հերթական նկարն էի գտել Pinterest-ով, ամպի սիրուն նկարեր, սիրուն գույներով, գույները դուրս եկան ու ասացի, հա, ես էսի պիտի վարժություն կատարեմ որպես մանավանդ սա ամպ է, ամպից ավելի հեշտ բան նկարել, բայց արդեն իմ մոտ նենց տպավորություն է, որ ես այդ պահին հենց ինքս ինձ ուղակի աչքով տվեցի, որովհետև այս վարժությունը ինձ ցույց տվեց, որ ես ամպի թեթև, եթերային ու օդային տեքստուրան ու ֆորման փաստորեն չեմ պատկերացնում։ Ավելի ճիշտ ես իրան պատկերացնում եմ վեկտորային ձևով, ավելի պարզ, այսինքն կա ֆորման, կա իր մեջ գույնը, կողքից ստվեր, այն մյուս հակառակ կողմից է լույս, բայց արդեն լուսային խաղեր, տարբեր ստվերային խաղերի դեպքում եսիմ ինչ։ Առաջինից մաքսիմալ դժգոհ եւ քիչ ներվայնացած անցա երկրորդ փորձի։ Սկիզբը խոստումնալից էր, որովհետեւ որոշեցի հարց տալ. Ինչա ամպը, որն է ամպի անատոմիան։ Ջուրը տաքանում է, դառնում է գոլորշի, բարձրանում է վերև, որովհետեւ արդեն թեթև է լինում, վերևում սառում ու ծանրանում է եւ կաթիլների տեսքով վերադառնում է երկրի վրա։ Իսկ ինչպես նկարենք գոլորշին։ Գոլորշին նկարում ենք կլորներով, տարբեր ձևերի, տարբեր դիրքերով, իրար մեջ մխրճված, իրարից դուրս եկող, կողքի թրև եկող, իրար տակ, իրարից վերև, ներքև, որտեղ ուզում եք, կարևորը կլորների ինչ-որ ծաղկեփունջ լինի։ Բայց ամեն ինչ փոխվեց, երբ հերթը հասավ լույսին ու ստվերի։ Որովհետև լույսի ու ստվերի ժամանակ ես մոռացա ֆորմայի մասին, ինձ հետաքրքրում էր սահմանը, սիլուետը ամպի, այսինքն ես լույսն ու ստվերը դնում էի այնտեղ, որտեղ որ պետք չէր էլ դնել, ու դրեցի ամեն ինչ մրեցի, բայց դա հետ բան չփոխեց, որովհետև ես էտապ առաջ արդեն իսկ ջնջել էի ամենակարևոր հատկանիշը, ամպի ներսում արկա ֆորմաները ու կենտրոնացել էի սիլուետի վրա, իսկ սիլուետով փորձում էի հետո կռահել, թե ամպի ներսում ինչա կատարվում։ Այնպես որ պարզ ֆորմաները ճիշտ նկարելը, դրանց ծավալը ճիշտ տալը, ինչպես նաև կարողանալ դրանցից կոմպոզիցիա սարքելը շատ կարևոր է, քանի որ հենց դրանց վրա է հիմնվում հետագայում ինչ տեսակի կառուցվածքներ կամ բարդ կառուցվածքներ կկարողանանք սարքել։ Այնպես որ ամպիկ դու կարող ես երկու ճակատամարտերում կրեցիր, բախտդ բերեց, բայց պատերազմը չեմ թողնի, խոսքս հիշի, եղավ